տարվա ամիսներն է տված, ասում է իրանց բաժանի ինչ-որ տրված ձևով, ոնց տրված է, տենց էլ բաժանի, արիելի քոկոդը նայենք մի անգամից, հա, հասկացա, նայ, ստեղ էլ առաջի օրինակի վրա ես կենտրոնացել, ինքը ասում է մուտքում տված է ինչ-որ մի հատ բան, չէ՞ ստեղ, բայց դու այդ մուտքը հաշվի չես առել ոնց որ էլի, այդ ոնց որ որպես նշան, որ գուցե կոդը սխալ է, կարաս այդ բանս էլի, արդյոք օգտագործում է այն ամեն ինչը, ինչ մեզ տրված է։ Հիմա ստեղ մուտքում մի հատ ունենք ինչ-որ մի հատ բան, որով բաժանելու ենք, էլի։ Կարող ենք գրենք օրինակ բաժանիչ, թող հայերեն լինի ոչինչ, հավասար է input, չէ՞։ Միջև ստեղ պարզ է ամեն ինչ։ Կագեք լսում ես։ Մենք ես քեզ չեմ լսում, խոսում ես։ Լավ, եթե ինչ-որ հարց կա այս կտորից, հա, գրեցիր, օքեյ։ Հիմա մեզ պետք է տպել հերթով այդ անունները, այսինքն January, February եւ այլն եւ այլն։ Ուղղակի ցանց չեմ կարող, հա, հասկացա։ Պետք է տպել հերթով այդ անունները, ուղղակի իրարից բաժանել այս բաժանիչ ասված բանով։ Եթե ուզենանք տպենք օրինակ բարև, լավ, հունվար, փետրվար, ցած կգրենք, չէ՞, հունվար, փետրվար։ Ու հիմա ոնց պետք է բանանենք, ոնց պետք է նշենք, թե իրարից ոնց բաժանի, ինչ-որ մեկը կասի, որ իրարից բաժանի այս բաժանիչը։ Հիմա, եթե ուզում եմ, որ այս հունվար ու փետրվարը իրար կպցնի բանով, եթե ոչ մի չգրեմ, բացատ է, չէ՞ լինելու գրել է հունվար, բացատ փետրվար, չէ՞։ Չենք անում։ Գումարածով գրենք։ Սեպով։ Հա, սեպա։ Ապրես, զոյա գումարածի հետ կապված էլ այդ կարող է աշխատի, բայց որպես ֆունդամենտալ լուծում շատ ավելի անհարմար է, էլի։ Ստեղ պատկերացրու հիմա 12 ամիս գրենք, ամեն մեկի մեջ արանքում գումարենք, գլխացավ է դառնում, էլի, տենց։ Ահա, գրում ենք սեպը հավասար է ու բաժանիչն չէ՞ մեր։ Հունվար փետրվար սես տպեց։ Այս երկրորդ դեպքի համար տպեց հունվար հավասար փետրվար։ Մնում է մենակ ամիսները դիզել, էլի։ Մի հատ հարց էլ դա։ Չենք կարա հենց գրենք սեպը հավասար է input ու այն print-ի տողում ուղղակի գրենք սեպ։ Գրենք սեպը հավասար է սեպ, սենց։ Ամել առանց սեպը հավասար է, ուղղակի սեպ։ Այս մի քիչ հենց ստեղ եթե սենց գրենք ինքը կաշխատին, նորմալ ոնց, չէ, չաշխատես պաստորեն նույնիսկ։ Այս մի քիչ սպեցիֆիկ հարց ես տալիս, լավ հարց է, այս իրականում մինչև ֆունկցիաներ չենք անցել մի քիչ դժվար է պատասխանել, բայց ընդհանուր առմամբ սենց դրուկ չենք կարա անենք։ Եթե end-ը լիներ, end-ի դեպքում ստեղ կարանք անենք, որտեղ իրականում ես print ֆունկցիան երբ որ սարքել են, իր մեջ արգումենտները եղել են այն հերթականությամբ, որ ամիս ոնց որ նրանք ինչ ուզում ես տպել, սենց հերթով ուղղակի գրած է։ Հետո end-ն է, end-ի պարամետրը, հետո set-ի։ Ու սենց որ գրում ես, ինքը ջոգում է, որ այս մի անգամից սա եկավ, այսինքն ինքը ինչ գրում է, այդ վերաբերում է end-ին։ Բայց ընդհանուր առմամբ ոնց որ պետք է նշենք էլի, թե ինչին է ինչ ենք հավասարացնում։ Այս մենք հետո նորմալ կանցնենք էլի, positional ու keyword արգումենտներ թեման է, եթե տես պրոստը տերմին գրակեմ օթի մեջ։ Հասկանալի է, Մի խոսքով,
հլը դեռ արի սենց գրենք, հետո տեղը կգցենք։ Իրականում հենց այս print-ը ինքը շատ հետաքրքիր ֆունկցիա է, էլի։ Այդ հետո կհասկանանք թե ինչի։ Հենց մեկը սեպը կամ end-ը կամ ցանկացած ինչ-որ բառ, որը որ արդեն իր մեջ գոյություն ունի, մենք կարանք input-ով հավասարով ֆունկցիան կարող, չէ՞։ Մենք տենց բան ենք անցել, որ չենք կարող։ Այդ լավ հարց է։ Ուղղակի ստեղ էլ մի հատ նրբություն կա, որ այս օրինակ print-ը, որ չեն կարող ենք print-ը հավասարային ինչ-որ բան կամ sum-ը ցանկալի չի գրել բան, իրանք ոնց որ հրամաններն են, թե ինչ գործառույթ են կատարում, էլի։ Ասենք print փոփոխականի մեջ գրված է, թե ինչ է նշանակում տպել, sum փոփոխականի մեջ թե ինչ է նշանակում գումարել։ Բայց այս sep-ը ինքը ուղղակի print հրամանի մեջի ինչ որ մի հատ պահելաձևի փոփոխելու համար բան բառ է, էլի։ Որ արժեք է, այդ արժեքը կարանք, ասենց ասած։ Հա։ Իրականում մենք հետո որ մենք ինքներս ֆունկցիաներ սարքենք, կարանք ֆունկցիայի մեջ անունը դնենք sep, կարանք խառնենք իրար, ինչ ուզենք անենք։ Այդ դրանք ոնց որ ազատ ենք, էլի դեռ։ Կարևորը որ ֆունկցիայի անուն չլինի։ Մի հատ հարցեր ունեմ, sep-ը այն կոպիտ ասած անձեռնմխելի անուններից չէ Python-ում, որ կարանք ինչ որ բանի անուն դնենք։ Չէ, իրականում դաժե print-ը անձեռնմխելի չի, էլի, կարանք գրենք print-ը հավասար է 5։ Դրանով ուղղակի մեր խցավ ենք սարքում մեր համար, բայց կարանք։ Այն իսկապես անձեռնմխելիները քիչ են շատ, օրինակ true մի հատնա։ Այն դասից մեկի մեջ տես ցուցակով դրել էի, բավականին քիչ են, էլի։ Ասենք if-նա մեկը, կամ else-ը, for-ը, այլ տես բաներն են, էլի։ Լավ, շնորհակալություն շատ։ Էլի հարցեր ժողովուրդ։ Շատ ընտիր է իմիջարել, ես չէի մտածում, որ այս խնդիրը սենց քննարկումներ կսարքի։ Մտածում էի տենց շատ հետաքրքիր կարող է չլինի, բայց շատ լավ է, որ սենց խորացանք տարբեր բաներ նայեցինք։ Խոսքով շատ լավ է, որ այս բաժինը նայեցինք։ Այս բաժնի հետ կապված ինչ որ հարց կա, ինչ որ մեկի մոտ։ Okay, այդ դեպքում ըստ հերթականության հաջորդ խնդիրը դա 6-րդ բաժնի 6-ն է։ Եկանք տողեր։ Երկարությունը կարևոր է։ Հա, այս մի քիչ խառն է գրած այս խնդիրը։ Վայ։ Այս լրիվ հասկանալի է, ինչի է հարց։ Այս դաժե ես հիմա լավ չեմ հիշում թե ինչ է։ Չնայած որ օրել եմ մի քանի անգամ։ Հիմա մեր խնդիրը հետևյալն է։ 3 հատ մարզիկ կա, որոնք որ պետք է մի հատ մրցույթում վազեն, ու ամեն մեկը ինչ որ տարբեր վազքովիով է վազում, ու այդ վազքովիով տարբեր քանակի շրջաններ են նաև վազում, էլի։ Ուզում ենք հասկանանք, թե Հա, ու որ այդ վազում ես այդ շրջանը, տառեր ես հավաքում, սենց ասած էլի, ասենք մի շրջան պտվեցիր, քեզ տվեցին ՇՀ ՕՌՏ տառերը օրինակ, էլի։ Կամ ասենք այդ բառը բարևներ 4 շրջան վազեցիր, արդյունքում ստանում ես բարև։ Պատկերացեցիք։ Հիմա մեզ հետաքրքիր է, թե ամենակրիչ քանակությամբ տառեր ով է հավաքել։ Մենք գիտենք, որ կա 3 մարզիկ, ամեն մարզիկի համար գրված է իր բառը ու այդ շրջանների քանակը, որ պտտվել է։ Այդտեղ օրինակ գրած է short այդ բառը ու 30 շրջան, իր տեքստը արդյունքում է վերած short, լիքը կրկնվող։
Մի հատ մեկը ինչ որ շատ երկար բառ է հավաքել, բայց մենակ մի անգամ, մենակ մի շրջանով։ Մեկն էլ հավաքել է ինչ որ շորտ երկու հատով, ինչ արդյունքում եղել է տենց 4 հատ շորտ, էլի, 4 հատ շորտ։ Ու պետք է հասկանանք, թե ով է ամենակարճ եղել, էլի իրենց մեջից։ Այսինքն շրջանների թիվը բազմապատկվում է այդ բառերին։ Մի հատ էլ փորձի ասես, մոտավորապես ճիշտ բան ես ասում։ Օրինակ, եթե շորթը տված է 30 շրջան է, 30 հատ շորթ, այսինքն բազմապատկում ենք 30-ով, որ տենց դառնա։ Հա, շատ ճիշտ է։ Այստեղ տեքստի ու բան թվի բազմապատկում պետք է անենք, էլի։ Հա, այսինքն հերթով ստուգելու ենք, որը ավելի փոքր է, print անենք այդ մեկը։ 3 հատ երկարություն ենք ունենալու։ Պետք է հասկանանք, թե որ մեկին ենք բան անում, էլի, հենց որ մեկն ամենակարճ է տեքստերից։ Կարանք օրինակ մի հատ list սարքենք, այլ ճիշտ ցուցակ։ Այդ ցուցակի մեջ 3 հատ բան ներառենք ու առաջինը խոսքի լինի այդ շրջանների քանակը բազմապատկած իր այդ բառերի քանակին, տենց 3 հատ բան լինի, էլի, index։ Բայց մենք հələ չենք անցել, list 6-րդ բաժինն է։ Հա, տենց։ Ասած maximum minimum անեն էլ։ Ուրեմն if else-ով անենք։ Մաքսիմում կարելի է։ Իրականում այստեղ ամենակարևոր մասը զուտ այդ երկարությունները ստանալն է, էլի, հետո այդ մաքսիմումը տպելը կկարանանք։ Նախ ոնց որ կարանք input-ները վերցնենք, ասենք մարզիկ 1-ը, ասենք չէ, շրջան 1, դրա տեքստը ու երկարություն 1։ Դա էլ արդեն int input, չէ։ Ինքը սկզբից տալիս է տեքստը, հետո տալիս է քանակը բաների, շրջանների։ Հա, okay, չի։ Այս սն որ գրել եմ string 1-ին, հա, չնայած, okay, չէ։ Ինքը առաջին մուտքը որ անի, անելու է թիվ, ոչ թե տեքստ, երկրորդը տեքստ։ Չէ, բայց էսա սկզբում short, հետո 30, հետո տեքստ, հետո թիվ։ Հա, Չէ, մի վարքյան։ Բել այն մարզիկի մտքում դրած է յուրաքանչյուր բառնոց մեջ տեքստ։ Հա, okay, ես պոստը թավս էի գրել, բայց հա։ Հա, okay, բարի։ Հիմա մեզ պետք է հասկանալ օրինակ ինչ երկարություն ունի այս առաջին մարզիկի բառը, չէ։ Ոնց կարանք դա անենք։ Այդ չեն կարա այն ֆունկցիայով անենք, որ ինքը նայում է բառի մեջ քանի տառ կա։ Բայց այդ մեզ ինչ կտա։ Ահա, բառի մեջ քանի տառ կա ընդհանուր, չէ։ Այսինքն երկարությունն է ասում բառի։ Հա, length-ը ինչ է այդ։ Ահա, len։ Len այս մեկով իմանում ենք, թե քանի տառ կա այդ բառի մեջ։ Այս առաջի բառի մեջ քանի հատ կա։ Էդ նա թե մի շրջանում քանի տառ է հավաքում, չէ։ Իսկ 30 շրջանում քանիսը կհավաքի կամ Y1 շրջանում։ Շրջանների քանակը պետք է բազմապատկենք այդ մի բառի երկարությանը, որ հասկանանք ընդհանուր քանի անգամ է մի բառը ոնց որ տվել իրան, այսինքն քանի կրուգ է վազել ու ըստ դրա արդեն ամբողջ երկարությունը կունենանք իր, ասենք 6 կամ 100 շրջանի։ Ահա, կիմանանք թե քանի տառ է հավաքել, եթե մի շրջանում հավաքել է այս երկարությունը S1, ուրեմն Y1 շրջանում էլ S-ը անգամ Y1, չէ։ Ու այդ կլինի, ասենք, առաջինի տառերի քանակը։ Նավ սա հայերենով են գրել, կրենք բան, տառեր 1 օրինակ։ Այս պահը օքեյ է լրիվ։ Մեկ մտածեք ժողովուրդ, այս խնդրի մեղքը սա է, էլի։ Մնացածը արդեն տեխնիկա է լինելու։ Դե օքեյ, այդ դեպքում ես մնում ուղղակի հասկանալ իրենցից որն է ամենամեծը ու տպել, չէ։
ու տպել այդ մարդու ինդեքսը, էլի, առաջին, երկրորդ, երրորդ։ Դա արդեն մարդավարի ենք հաշվում, էլի, 0-ից չի։ Մենք կտպենք 1, եթե տարեր 1-ը տարեր 2-ից համեց ու տարեր 3-ից համեց, չէ՞։ Այդ բարձր, ոնց որ եթե առաջինն ամենաերկարն է, ամենակարճը։ ամենակարճը, հա, ապրես ճիշտ է, մերսի։ Հա, հակառակը պետքա փոքրով նայենք, էլի։ Ու իրականում հավասարի դեպքում էլ հավասարի դեպքում ոնց ենք անում։ Առաջինը պետք է տպենք։ Առաջինին պետքա տպենք։ Դե ուրեմն գանք ոնց որ տարեր 1-ից հենց սկսենք ու մեծ հավասարներով նայենք։ Ու փոքր հավասարը տարեր 3-ից, չէ՞։ Այս դեպքում պետքա տպենք, դե առաջինը ամենակարճն է, այսքան 1, ու մեզ մնում է մի հատ elif-ով անել նույն պատմությունը տարեր 2-ի համար։ Ու արդեն կարամ ստեղ գրեմ else, չէ՞ ժողովուրդ։ Այդ էլ օքեյ է, չէ՞։ Նորմալ էր էս։ Որով էս մեկը ոչ մի ձև չեն կարա լուծենք։ Որով դե կարայինք ինչ-որ ձև սարքեինք, ասենք այս մուտքերը ֆորով կարդայինք, կամ ինչ-որ ձև կպցնեինք։ Օրով, հենց ենք թե գրում մենք սա։ Օրով։ Հա, օրով, հա։ Այո։ Մի քիչ արհեստականոտ կլիներ, բայց կարանք մտածենք։ Եթե տարեր 1-ը դե կարանք գրենք not ու not-ով փորձենք ժխտենք ու ժխտելուց անդա or դառնա, եթե զուտ հենց պրինցիպիալ ուզում ենք or գրենք, էլի։ Չնայած վստահել չեմ, որ տես լավ կստացվի։ Ինչո՞վ։ Ուսումը կստացվի, որովհետև նմանատիպ բան լուծել էի մեր դասի ժամանակ, տենց նոթով ենք արել, հաջողվել է, ստացվել է։ Բայց այդտեղ or-ով պայմանը գրել Ստեղ ոնց որ մեզնից պահանջում է, որ միառժամանակ համ նրանից ոնց որ փոքր լինի, համ այն մյուսից, դա էլ եղն է անում։ Հա, այդ մի քիչ դժվար է մտածել ոնց է կարելի կամով։ Կամ է նրանից մեծ չի, կամ է սրանից չէ։ Մի քիչ ինչ էլ անենք արհեստականոտ է լինելու, էլի ինձ թվում է։ Կարանք ինչ-որ պնդում կազմենք, որ or լինի, բայց ինչ-որ սիրուն պնդում մտքից չի գալիս, էլի։ Որոշ մեկը Կարանք or-ով եթե ուզում ենք մոտենանք, կարանք նայենք, ասենք, եթե տարեր 1-ը մեծ է տարեր 2-ից կամ մեծ է տարեր 3-ից, ուրեմն գիտենք, որ տարեր 1-ը չի, արենք մի հատ մտնենք իր մեջ, նայենք տարեր 2, տարեր 3-ից որն է մեծ։ Այդ մի հատ ձև օրինակ էլի or օգտագործելու։ Բայց դες լինում է ներդրված if, որի կարիքը չկա, էլի։ Ստեղ պրոստը մի հատ բան ասեմ։ Ես elif-ի մեջ ինձ թվում է բան է այդ տարեր 2-ը փոքր հավասար է տարեր 1-ը կարանք չստուգենք։ Որովհետև առաջի պայմանով բացառում ենք այդ, էլի, ասենց ասած։ Ոնց որ եթե տարեր 1-ը փոքր չի տարեր 2-ից, ուրեմն տարեր 2-ը մեծ է տարեր 1-ից, էլ ինչ իմաստ ունի։ Չէ, բայց մենք դες պնդում չգիտենք, այստեղ ընդով է կպցրած այս երկուսը իրար։ Այսինքն այս մեկը կարա, այս մեկը եթե կեղծ է, հա, այս համ կարա ճշմարիտ լինի, համ կարա
բան սուտ լինի, չէ, համ true կարող լինի, համ false։ Չգիտենք թե որ մեկն է։ Եթե սա or լիներ, or-ի դեպքում էլ չենք իմանա, կարող մենակ այս մեկ կեղծ է, այն մյուսը չգիտենք ճիշտ է թե սուտ։ Ոնց որ թե չենք կարա այդ բան elif-ի հաշվին ինձ թվում է չենք կարա ստա բան անենք, էլի ռոստիչ ինֆորմացիա քաղենք։ Բայց շատ լավն էր միտքը, որ կարանք դες բան փորձենք։ Ճիշտ ասած, ես տենց եմ գրել, Հա, Ես էլ ոնց է դա։ հասկացում էի մի քիչ, փորձեցի, աշխատեց, ու ինձ թվում է, որ ըստ այդ լոգիկայի է աշխատում, որ եթե ինքը առաջի պայմանով արդեն իսկ նայում է դա, այսինքն sense եմ էլի մտածում, եթե առաջին երկուսից մեկը false է, արդեն իսկ ոնց որ առաջինը չէ շարունակի, էլի։ Եթե տարեր մեկը մեծ եղավ տարեր երկուսից, էլ չի էլ գնա տարեր մեկը տարեր 3-ի համեմատ ստուգի։ Միանգամից կիշնի elif։ Բայց եթե տարեր մեկը շատիկի փոքր եղավ, կարա շարունակի, ու այն հաջորդից նոր false դառնա, ու նոր իջնի elif, չէ։ Այսինքն տարեր մեկը համ կարա փոքր հավասար լինի տարեր երկուսից, համ կարա մեծ լինի, չէ։ Այսինքն մենք չենք կարա այդ ինֆորմացիան ներառենք այս elif-ի մեջ, որովհետև պրոստը իրան չունենք։ Կարող է նրանից լինի, որ profound-ում թեստերը շատ չեն եղել, ոնց որ այդ լուծումը անցել է, բայց երևի կարանք դեպք գտնենք էլի, որ դա չի աշխատի։ Եկան բավականին հետաքրքիր առաջադրանք է էլի մտածել դեպք, որ դա չաշխատի։ Շատ ավելի հարմար տոպկանի աններ է իմիջալած։ Ես մի հատ խոսք չեմ տալիս, բայց երևի կփորձեմ հակառինակ գտնեմ, կամ գուցե հասկանամ, որ ես սխալ եմ ուղղակի ասում էլի։ Բայց հետաքրքիր առաջադրանք է։ Ժորժ, պատկերացրեցիք միտքը, ինչ ենք մտածում։ Հասկանալի է։ Բայց պետք է որ չօգնի։ 3, 2, լավ, մի խոսքով։ Շատ շշաղվեմ հիմա։ Բայց լավ հարց է այս կողքից։ Լավ, այս խնդրից էլ ինչ-որ հարցեր կան, ժողովուրդ։ Դե օքեյ, այդ դեպքում հաջորդը մեր մոտ 8-ի 3-ն է։ Կրկներ իմ հետևից։ Այս ոնց որ թե արել ենք։ Այդ YouTube-ի խնդիրը չի։ Հա, YouTube-ի ու մեմերի։ Թե չենք արել, կարող չենք արել։ Նո, ամենտակում եկեք նայենք։ Խնդիրը հետևյալն է։ Մեզ տալիս է ինչ-որ իհարկե։ Մեզ տալիս է ինչ-որ n հատ բառ, ու ասում է, որ իր հետևից կրկնենք, ուղղակի նրբությունը նրա մեջ է, որ կրկնելուց այս վերջի բանը կրկնելու փոխարեն միշտ ասում ենք, որ մենք YouTube կնայենք ու ինչ-որ մեմեր կնայենք, երևի նայել բառն է, ճիշտ։ Այսինքն օրինակ 4 բառ է մտքում տալիս, I will do my work, I will do my work։ Ու մենք պետք է տպենք I, հետո will, հետո do my work, այսինքն իր հետևից կրկնենք ինքն ինչ ասում է, բայց վերջինի փոխարեն միշտ ասենք այս տեքստը։ Պարզ էր պահանջը։ Այսինքն այդքանը սաղ կարանք գրենք ու հետո գրենք, եթե հաջորդ տեքստը հավասար I will do my work-ի, then print I will watch YouTube and memes, հա։ Չէ, իրականում ինչ ուզում է լինի վերջի տեքստը, մենք մեկը հետ ենք տպում, էլի։ Այստեղ դու օրինակի մեջ ասած, էլի, ու այս մեմի մեջ է այդպես։ Okay, լավ։ Ինչ որ հարցեր կա, էլի ստեղից։
Դե բարի, եկեք անցնենք լուծելուն։ Նախ պետք է մի հատ մուտք անենք, թե քանի հատ բան ենք վերցնում, չէ՞։ Քանի հատ input ենք վերցնում, n հատ ենք վերցնում։ Հիմա մեր process-ը իրենց ինչ է ներկայացնում։ n-1 հատ, այսինքն այս 4-ի դեպքում 3 հատ, հերթով կարդում ենք ու ինչ կարդում տպում ենք, չէ՞։ Այդ մեր արածը դա է, պրոստը ցիկլ ենք պատտվում, մուտքերը կարդում, տպում, կարդում, տպում, կարդում, տպում։ Ու վերջում տպում, որ բան, YouTube-ում է մեր։ Չէ՞։ Կառուցվածքային դա պետք է անենք։ Մի հատ մտածեք, եթե հարց կա, ասեք, եթե չէ, առաջարկեք ոնց դա գրենք։ Ինձ մոտ մի հատ հարց կա, այս n-ը ինչի ենք input-ով գրում, ինքը միշտ թիվ է լինում։ Ահա, սկզբում ոնց որ մեզ ուղղակի ասում է, թե քանի տող է գալու, էլի, որ իմանանք պատրաստ լինենք այդ մուտքը կարդալու, էլի։ Okay. Պետքա ցիկլ չէ պատտվենք նախ։ Ասեմ, լուծում։ While-ով։ Մի վարքան Կարեն, Զոյա, ինչ ես մտածում, while։ Չգիտեմ, ընդհանուր որ ցիկլ ասեցիք, տենց մտածեցի կամ while-ն է լինելու կամ for-ը, բայց ավելի հարմար երևի while-ով։ Նայ, while-ը ավելի հարմար է, երբ որ մենք ինչ-որ պայման ունենք, թե այսքան ժամանակ պետք է անենք, քանի դեռ տեղի ունի SSS բանը։ Մեր մոտ բայց այդ դեպքը չի, էլի։ Մենք հստակ գիտենք, որ մեզ պետք է մեզ գալիս է n հատ մուտք։ Երբ որ իմանում ենք, թե երբ որ մեր համար կանխատեսելի ու հասկանալի է այն բազմությունը, որի հետ գործ ենք, օրինակ 5 հատ մուտք կամ այսքան հատ այս ցուցակը կամ այս տեքստը, այդ դեպքերում միշտ for-ը ավելի նախընտրելի է, որովհետև իր հետ շատ ավելի ապահով ու հեշտ է աշխատել, էլի, քան while-ը։ Այստեղ ասելու ենք for ու արդեն մնացածը դուք ասեք։ Եթե ուզես Կարեն կարաս ասես արդեն, ինձ թվում է։ Okay. Կամ Դե մենք հիմա ոնց որ մենակ մի հատ n ունենք, դրա համար մենք պետք է մեր for-ը ֆրացնենք այդ n-ի չափով ու տպենք մեր բոլոր արդեն for-ի մեջ նորից input անենք արդեն տեքստը ամեն ֆրալուց ու տպենք իրան։ Ուղղակի քանի որ մեզանից ուզում է որ մեր վերջին input-ը չտպենք, մենք կարանք ուղղակի ոնց որ բան անենք, այդ input-ը սկի չվերցնենք, որ մի հատ է, եթե չենք օգտագործելու, կարանք սկի չվերցնենք իրան, այսինքն եթե մեզ 5 հատ է input տալու, մենք ոչ թե ֆրանկ 5 անգամ ու 5 անգամ input վերցնենք, այլ ընդամենը 4 անգամ ֆրանկ, որտեղ մեզ 5-րդը պետք չի, չենք տպելու։ Հա, շատ ճիշտ է։ Բարձր ժողովուրդ։ Մասիս այս կոմատեր չէ հարց։ Կարող է փորձես կոդի տեսքով ասես ես գրենք։ Ինչ կասես։ Ուզես տենց անենք։ Ստեղ էս ցիկլ գրելուց չգիտեմ, բայց գրենք for e in range n, այս ճիշտ կլինի։ Նայ, հա, նեցա ճիշտ կլինի։ Ուղղակի մենք որպես գրենք n ինքը 0-ից մինչև n-1 է գնալու, այսինքն n անգամ է անելու։ Այս 4-ի դեպքում օրինակ 4 անգամ է աշխատելու։ Բայց քանի որ այս վերջի
վերջի տեքստը մենք անտեսում ենք ուղղակի կտեղը գրում ենք I will watch YouTube and memes իմաստ չունի էլի այդ վերջինը նույնիսկ կարդալ, որտեղ մեզ բանի պետք չի էլի, մենք մեկա տպելու ենք, որ YouTube ենք նայելու։ Այսինքն կարանք մի հատ քիչ պատտվենք էլի ցիկլը։ Այսինքն N մինուտ Լավ սինխրոն երկուսով ասեցիք։ N-1 Իսկ ցիկլի Դեռ ներսում արդեն ինչ է կատարվում։ օրինակ N1-ը հավասար է input։ Հետո պետքա print անենք այդ N1-ը, այսինքն կրկնենք։ Ճիշտ է։ Ես որ տենց եմ անում, մենակ գրում են I-ը, մնացածը չի գրում։ Այո։ Իմաստես։ Չէ։ Ինչ որ տենց կոդ էի գրել, բայց մենակ I-ն էր գրում, ոչ թե այդ will-ը բանը չէր գրում։ Դե այդ մեկը հələ դեռ չենք գրել, այդ վերջի տողը չենք տպել դեռ։ Այս մենք պետքա 0-ով առանձին print գրենք, էլի։ Հələ երևի ցիկլի տակ չէի գրել, դրա համար է տենց։ Հա, լավ, օքեյ։ Այդ կոդի դիրքերը բան, էդ էլ եմ սխալներից որ բոլորս պետքա մի 800 անգամ անենք, որ հաղթահարենք։ Այդ նորմալ է որ խաղալն էս դիրքով։ Այստեղ մենակ N1-ը մի քիչ խառնող անունը, ես կառաջարկեմ օրինակ տեքստ գրենք, որ իմանանք հաստատ թիք չի, էլի։ Ու մեկ էլ մի հատ փոքր նշում, ստե քանի որ ինչ ենք օգտագործում ցիկլի մեջ, ինքը մեզ կարևոր չի։ Ընդունված է, որ զուտ տակի գծիկ գրենք իր անունը։ Բայց մնացածը լավ է։ Հիմա սա որ աշխատացնենք, ինքը գայս է տպում է I will do my work։ Ու մեզ տակը մնում է մենակ տպել այս ավանդական տեքստը, էլի, որ միշտ տպվում է։ Այդ էլ որտեղ պետք է գրենք։ Վերջում։ Այդտեղ։ Չէ։ For-ին հավասար չպետք է գրենք։ Այո, շատ ճիշտ է։ Այս թեստը անցանք ու submit-նել անցանք։ Իրականում։ Շա, ընտիր։ Ստեղից հարցեր կան ինչ-որ։ Որ գրել ենք տեքստ, այդ տեքստը, որ մեր ընկերը ինչ որ բան ասորացնում է տեքստն է, չէ։ Որ մեր հա, այս հենց խիխի ենք հենց տեքստ գրել, նկատի ունես։ Չէ, այդ այն տեքստն է, որ մենք պիտի կրկնենք։ Հա, Դա տեղ ոնց է հասկանում եմ վերջի տեքստը, որ մենք չպետք է կրկնենք, որ գրենք print text։ Այդտեղ որ գրել ենք n-1, ինքը վերջինը պրոստը չի նայում, էլի։ Ինքը 3 անգամ է աշխատում, էլի, սենց ասած։ Այս 4-ը չի աշխատում։ Հա, լավ։ Դե օքեյ։ Հերթականությամբ հաջորդը 8-ի 4-ն է։ Նայենք թե ինչ է։ Հա։ Պետքա Մալևիչի քառակուսին տպենք։ Այսինքն մուտքում ունենք ինչ-որ լիեկարություն ու բարձրություն, ճիշտ լայնություն, չէ, բարձրություն է ճիշտ։ Ու պետքա ասես վանդականիչներով տպենք այդ 10-20-ի վրա քառակուսանկյուն, էլի։ Այստեղ մենք գործ ունենք 10 հատ տողի հետ ու ամեն մեկում 20 հատ վանդականիչ է գրված, էլի։ Հարցանա թե ոնց հատ տպենք։ Նախ դե պետքա մուտքում կարդանք, չէ, հենց գրենք հաշը հավասարային input ու բանը հավասարային input։ Իսկ հետո ոնց արժի անենք, ինչ կասեք։ Ընթիրը պարզ էր, նախ դրանից սկսենք։ Հա։ Տեղ ցիկլը բայց չիմացա ոնց գրեմ։
Պատկերացրու ոնց որ հələ ուզում ենք ուղղակի 10 հատ sense վանդականի շտպենք իրար կողք։ Այդ ոնց կանենք։ Ոչ թե sense 20-20, այլ ուղղակի մի հատիկով։ Պետք է գրենք print վանդականի անգամ 10։ Արի հələ ցիկլից սկսենք, էլի։ Նախ ցիկլը ոնց եմ գրում։ For գծիկ այդտեղ չգիտեմ ինչ պիտի գրենք։ Range-ով չի։ Դուք mute եք, մենք ձեզ չենք լսում։ Կներեք։ Կողքից բան եմ բզբզում ճիշտ ասած, միշտ մյուտ եմ անում, որ հանկարծ ձեզ չլսեք խանգարի։ Այս անգամ փաստորեն մոռացա որ բանը։ Կներեք։ Ապրեսոս զգուշացրեցիր։ Ահա, range-ը շատ ճիշտ է, ուղղակի range ինչ։ Մեստեղ ընդհանրապես պետք է Փակագից ավելի ճիշտ։ Դե հա, range փակագից, բայց մեջ ինչ։ Ну, երևի 1-ից 10, հա։ Ավելի ճիշտ 1-ից 11, որ 10-ն էլ ներառի։ Դե range-ը, որ ինքը 0-ից է սկսում, միշտ ավելի հարմար է ուղղակի ասենք 0-ից 10, որ ինքը 0-ից 9 գնա ու արդյունքում 10 հատ լինի։ Okay, պատկերացրու ճիշտ է դա։ Հա։ Իսկ ստեղ այդ 10-ի դերը հաշն է, չէ՞ տանում։ Ոնց որ հաշվատող ունենք, պետք է հաշ անգամ ծրագիրը աշխատացնենք։ Ծրագիրը հաշ անգամ աշխատացնելու համար ես ենք անում։ Էս պարզ է։ Հա, հասկանալի է։ Ու հիմա իր մեջ պետք է տպենք նախ հեշտ խնդիրը ասում ենք մենակ մի հատիկ չէ տպենք։ Այս էր լինում։ Հիմա մեզ պետք է սա 20 պատիկը չէ տպենք։ W-ա պատիկը ընդհանուր դեպքում։ Այսինքն ինչ ենք գրում։ W։ Անգամ W։ Այս էլ sense։ Այս okay։ Հա, հասկանալի է։ Զուտ այդ for-ի պահը չէի հասկացան, էլ արդեն հասկացա։ Շատ բարի։ Եթե էլ ինչ-որ մեկի մոտ հարց կա սրա ինձ ասեք։ Եթե չէ, հաջորդը 6-րդն է։ Այստեղ բայց խի for տագի գծիկ։ Հա, լավ հարց էր, որտեղ դե այդ տակի գծիկը ինքը պրոստը փոփոխականի անուն է, չէ՞։ Նույն ձև ոնց ան, նույն ձև ոնց ին։ Այսինքն տարբերություն չկա։ Հա, չէ, ինքը պրոստը փոփոխականի անուն է, էլի։ Պրոստը նիշա։ Բայց խի ենք հենց իրան գրում, որտեղ ընդունված պայմանավորվածություն կա, որ եթե ցիկլի մեջ չես օգտագործում փոփոխականը, այստեղ օգտագործած չի, չէ՞, вообще տակի գծիկը։ Ընդունված է, որ այդ դեպքերում դրես տակի գծիկ, որ բոլորը իմանան, որ այդ պրոստը հաշվելու համար է ինքը չի օգտագործվում։ Հասկանալի է, լավ։ Էլ ինչ որ հարցեր կան ստե։ Լավ։ Հաջորդը 6-րդն է։ Մեր խնդիրը հետևյալն է։ Մուտքում տված է մի հատ ինչ-որ n թիվ ու դրանից հետո այդ n հատ էլեմենտ է տված։ Մեզ խնդրում է, որ այդ ամեն ինչը պահենք զանգվածի մեջ։ Օրինակ տված է 7 ու հետո 7 հատ թիվ, պետք է ստանանք այդ 7 հատ թիվը մի հատ ցուցակի մեջ։ Հասկանալի է, եթե չէ, խաբար արեք։ Այսինքն լիստով։
Հա, լիստը։ Ունենք n Հիմա պետք է մի հատ զանգված տպենք, որտեղ որ սաղ էս էլեմենտներն են հերթով։ Ինչ մտքեր կան։ For գտիկին n ավելի ճիշտ է Համարյա։ Այդ range-ն չէ։ հա Մեզ պետք էր n անգամ աշխատացնել ծրագիրը։ մի հատ էլ պետք է իմ բանենք ոնց որ չէ print Ահա։ list չէ լավ սկզբից այդ մուտք անում ենք հետո արդեն ցուցակի մեջ ենք ներառում Ոչ ցուցակի, այս բանը ինչ ցուցակ ունենք։ list Ահա, Բայց չունենք մենք հիմա ցուցակ։ Դեք կարող սարքենք, մեր ձեռնա։ Կարանք նախ այդ ցիկլից առաջ գրենք ls-ն հավասար է դատարկ այդ քառակուսաձե փակագից, հետո արդեն append անենք։ Ահա, շատ ճիշտ է։ Ու հենց լիստից առաջ պետք է անենք, որտեղ լիստի մեջ որ անենք, ինքը անդադ դատարկվելու է ամեն աշխատելուց առաջ։ Էս բարձր։ Այո։ Ուստեղ պետք է անենք list Բայց get-append, list-ն ոչ թե list։ list-ը որտեղ ինքը հենց այդ list տեսակի օբյեկտի Հա, անունն է, որպես ոնց ավելորենք փոփոխական, հա։ Ահա։ Okay, հա, որպես փոփոխական հասկացա։ Այդ կամ ls-ը են դնում, կամ անունը li են դնում, հիմնականում այս երկուսն է, էլի։ L-ել են մեկ-մեկ դնում, բայց այդ այդքան է լավ տարբերակ չէ, որտեղ մեկին նման է։ Դրա համար տես ls-ը էլի, այս ճաշակի շուտ։ Ու ls-ին ինչ են կփենդանում։ Այդ մերենի եղած թվերը։ Բայց այդ թվերը որտեղից մեզ, մենք հələ չունենք, չէ՞ որ այդ թվերը։ Պետք է իրանց մուտք անենք, չէ՞։ Հա։ Այո։ Այսքան ավելացնում ենք ինչը, մուտքն ենք, չէ՞ ավելացնում։ Այսինքն ասեք թե ժողովուրդ։ Բայց դրանից առաջ պիտի մի հատ մուտք ունենանք։ Դե կարող ենք գրենք օրինակ անհավասարը input ու պետք է հետո ավելացնենք an, չէ՞։ Հա։ Կարող ենք դից անենք, բայց կարող ենք նաև միանգամից այս հավասարացնելու տեղով միանգամից տեղ գրենք, էլի։ Միքայելյանի անվանանք։ Ոչ թե որ մուտք անենք, պայենք փոփոխականի մեջ հետո փոփոխական ավելացնենք, կարող է ki ավելացնենք այն ինչ մուտքում կգա։ Հասկանալի է։ Ես որ արել ենք, մեզ տակը մնում է տպել, չէ՞ ցուցակը։ Ես դեռ չեմ խափի սենց վերևից գրեմ, արդեն այդ լավ զգում եք։ Զուտ վերջում տպելու ենք, էլի։ Մի բան գնաց սխալ։ Հա, այստեղ ինքը պահանջում է որպես թվեր իրանց տպենք, այստեղ որպես տեքստեր էր։ Այսինքն ինչ պետք է անենք։ Input-ի դիմաց integer։ Չեմ։ Okay, ասա։ Այո։ Դե շատ բարի։ Հաջորդ խնդիրը 6-ի 7-ն է, հետո 6-ի 8-ը, հետո 9-ի 9։ Հա, այս էլ ուզում է բաժանարները տպել թվում։ Դե եկեք փորձենք։ Այսքան մոտքում ունենք մի հատ ինչ-որ թիվ, էլի n-ը հավասարային input։ Ու խնդրում եմ ես տպենք n-ի բոլոր բաժանները, 7-ի դեպքում օրինակ 1 ու 7, 16-ի դեպքում 1, 2, 4, 8, 16 ու տենց։ Ու այդպես ու այդքանը։ Okay, չէ՞ պահանջը։
Այո, Դե դեպքում ասեք կոդը։ for գծիկին range-ը Բանը պիտի օգտագործենք։ Մեր այլի լուփ ենք անում։ In range ինչ։ range-ն Okay, սկսենք դրանից, հետո կհասկանանք։ Հետո ինչ է պետք մեզ անել։ Եթե n-ը բաժանվում այդ ալջիշտ մի օրքան։ Մտածում եմ, որ մնացորդով բաժանումը պետք է օգտագործենք։ Ճիշտ ես մտածում։ 0 Ինչ որ բանի, հա, բայց ինչի է բաժանվում։ կա գծիկ պետքա դնենք ինչ-որ համապատասխան։ Դե այստեղ իրականում ոնց որ հերթով թվերով պետք է անցնենք ու նայենք ինքը այդ թվին բաժանվում է թե չէ։ Հա։ Այսինքն այստեղ մեզ կարևոր է, չէ՞, հերթով մի հատ 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի հերթով տենց աշխատացնում ենք, չէ՞ իրենց։ Ու կիրառում ենք դա։ Այսինքն այստեղ մի քիչ տակի գծիկը այդքան է համապատասխանવાનું չի, որովհետև ինքը օգտագործվում է, էլի, все-таки։ Այս օքեյ է։ Պատկերացրեք, Գագիկ։ print e Հասկանալի է, սա։ Ու սա if-ով, չէ։ Այս դեպքում պետքա print անենք այդ մեր in, չէ։ Փորձենք։ in բայց n-ը Եթե n-ը տպենք, n-ը միշտ նույն թիվն է, չէ, նույն միշտ օրինակ 7 է։ Այդ դեպքում կուղղակի տպելու է 7, 7, 7, 7, 7, 7։ Մենք պետք է այդ i-երը գտնենք ու այդ i-երը, չէ, տպենք ավելի շուտ։ Հա։ Դրա համար շտկի print i է, էլի ստեղ։ Հա, Բայց սա որ հասկացա։ ընթեր։ Սա որ աշխատացնում ենք, ինքը ասում է մի վարքյան 0-ի բաժանման սխալ է ստեղ առաջացել։ Նա ոչ, բայց 0-ն ինչ կապ ունի, ինչն ենք ստեղ սխալ արել։ Ինքը մեզ ստեղ խնդրի մեջ պայման է տալիս։ Ասում է, որ մեր n-ը 1-ից մինչև 1000 միջակայքում է։ Մենք այդ հաշվի չենք առել, գրել ենք, որ in պետքա լինի մինչև n, այսինքն օրինակ եթե 10 է, 0-ից 10։ Ու ամենաառաջի քայլը ինքը բռնում է n-ը բաժանում է 10-ը բաժանում է 0-ի ու խնդիրը տալիս է։ Ճիշտ է։ Այս range-ը ինքը 0-ից է, չէ՞ սկսում։ Իսկ մենք բաժանարները որ նայում ենք, մի հատ 1, 2, 3 տենց ենք ստուգում։ Այսինքն ինքը պետք է սկսի 1-ից, չէ՞։ Ու դրա համար պետք է գրենք այսպես։ Ու սա եթե աշխատացնենք, Էլի սխալ կտա։ էլի սխալ կտա, բայց error-ը գնաց, հիմա 7-ը չի տպում։ n+1 Ահա, n+1 որ վերջիններ ներառենք։ Այս բարձ է ժողովուրդ։ Հա, մի հատ հարց էլ դամ այդ n+1-ի բաղով։ Օրինակ, որ մաթեմում ինչ որ պատասխան ենք ստանում միջակայքերով, այն քառակուսի փակագծերի մեկ է սովորական փակագծերի տարբերությունը, որ ներառյալները թիվը ու ոչ ներառյալ։ Python-ում տենց ինչ որ բան կա, որ փակագծերի ձևը փոխելուց ինչ որ թիվը ներառյալ է կամ ներառյալ չի։ Այդ լավ հարց է տալիս։ Մեր մոտ բայց չէ, մեր մոտ ոնց որ այս փակագիծը իրականում ներառյալ չներառյալին չի վերաբերվում ընդհանրապես, ինքը ուղղակի range հրամանի մուտքին է վերաբերում, էլի ոնց ենք input-ից հետո փակագիծ գնում կամ print-ից հետո փակագիծ դնում, ինքը դրա փակագիծն է, էլի։ Python-ը նույնիսկ չգիտի, որ գործ ունի նենց խնդրի հետ, որ կարող է ներառելու հետ կապված բան ունենալ, էլի։ Ու ուրիշ տեղերն էլ ոնց որ այդ ներառյալությանը առանձնահատուկ ուշադրություն տրված չի, էլի։ Պետք է այդ n+1-ի հաշվին անենք, էլի։ Հավես կներկայանենք sense գրեինք, բայց Python-ը այդքան լավ չէ, էլի մաթեմից։ Հասկանալի է։ Էլի հարց է ժողովուրդ։
Այն mass-ը, որ օգտագործում ենք մաթեմատիկական գործողությունների կատարելու համար, դա framework-ը, չէ գոչվում գրադարան։ Չէ խառնելը։ Ավելի շուտ գրադարան է կոչվում, բայց այդ ոնց որ գրադարան, package, framework, դրանք քիչ բառախշտիկ է օգտագործվում։ Հիմնականում տենց ինչ որ ավելի մանր բաներներին դժվար թե framework անվանենք։ Շուտ գրադարան կանվանենք, բայց մի քիչ հələ մի հատ էլ մոդուլ կոչվող բաներ կան, այս լավ խառախշտիկ է էլի այդ տերմինոլոգիան։ Այս պայդրությամբ ես ուղղակի խորհուրդ կտամ միշտ ասել գրադարան, որտեղ այդ ապահով ամենաապահով տարբերակն է, էլի։ Լավ, շնորհակալություն։ Էլի ժողովուրդ, էլի հարցեր։ Չուսացի։ Մի հատ հարց ունեմ ես։ Որ գրենք for in-ից հետո տեքստ կարան գրենք, թե չէ։ Դե այստեղ ինչ գրես ինքը իր մեջ սկսելու է ման գալ, էլի։ Ոնց որ պրոստը յաբախտի տեքստ չենք կարա գրենք, չենք կարա sense բան գրենք թեկուս ու հետո range-ը լինի, որտեղ ասում է since range-ը, բայց մենակ տեքստ այսպես բան կարան գրենք, էլի։ Հա, լավ, հասկացա։ Էլի հարցեր ժողովուրդ։ Դե լավ, գնանք ուրեմն հաջորդ խնդրին, արդեն նախավերջինը նույնիսկ։ Եռանկյունների խնդիրը։ Այս մեկը բավականին նման է իրականում այս մեր 4-րդին։ Կարող է չհասամ լուծումը։ Կներեք, իսկ մենք դեպը անցել ենք։ Որը, դեֆը։ Դες չէ։ Ու դեռ մոտակա մի երկու դաս չենք անցնելու հաստատ։ Հասկացա, լավ, ես դեպով էի մտածում լուծումը։ Դե դեֆը, բայց ոչ մի տարբերություն։ Դեֆը նկատում ես ֆունկցիայի define-ը, չէ։ Հա։ Դե կապ չունի, ոնց որ ֆունկցիան, ոնց որ կոդը կգրես կդնես ֆունկցիայի մեջ այդ ֆունկցիան կաշխատացնես, թե ուղղակի կոդը կգրես, երկուսն էլ լրիվ լուծում է, էլի։ Եթե կոդը կա, կարանք նայենք։ Հա, չէ, չկա։ Ну, կոդը կա, հեսա submit անեմ մի վարքյան, իմ մոտ լրացրած է, ուղղակի ինքը wrong answer է տալիս, դրա համար submit չարեցի։ Սպասում էի անենք, հասկանամ ինչու՞ն է խնդիրը։ Հիմա submit անեմ մի վարքյան։ Խնդիրը բանա մի հատ արագ ոտի վրա ասեմ, ինչ որ թիվ է տալիս, պետք է այդ չափի sense եռանկյուն կառուցենք, աստանիշներ կառուցեմ նկարելով, էլի։ Այստեղ մի հատ աստանիշ, երկու հատ, 3 մինչև 7 հատ աստանիշներով բան սարքենք, էլի։ Տեսեք եկավ։ Սա բացի։ Օ, կարող խմբում ավելացված շեշտերի մոտ։ Հա։ Դե նայ, այստեղ էս draw triangle, էս ինչ գրած է, կարաս էս քո գրածն է, բայց նորից Գրել եմ ընդհանուր, բայց սխալ էր գալիս ու հետո արդեն ահա GPT-ն explain-ը անում, օգնում է explain-ը անում։ Բայց նորմալ չեմ հասկացել ինչու՞ն էր խնդիրը հետո։ Դե դեպքում GPT-ին մի տիմի էլի, ավելավա ինձ գրես կամ chat-ում հարցնես, քան GPT անես, էլի։ GPT-ն սկզբնական փուլում հեչ լավ չի, էլի։ Բայց ստեղ այդ def-ի պահը հեչ կարևոր չի, էլի, որովհետև просто ֆունկցիայի մեջ կոդ ես գրել, էլի, կարելի է սա ջնջել, սա բերել ստեղ ու կստացվի զուտ մեր կոդը, էլի։ Ժողովուրդ, այդ def-ը
ֆունկցիաների հետ կապված այդ ինչ հետո կանցնենք իրենց ոչ մի դժվար բան չի ներկայացնում, էլի։ Այս կոդը օքեյ կոդ է, պրոստը դժվարացրած է ավելի։ Եկեք մենք մերը գրենք շտկի։ Ջոստայդ ինչ-որ բան հարց կա, կարող է ինչ-որ բան խառնվեց, ինչ-որ բան չպատկերացրեցիք նորմալ։ Դե լավ։ Ինչ-որ n-ի ունենք, մեզ հիմա հաստատ ցիկլ է, չէ՞, պետք պատտվել։ Ու հաստատ ինչ-որ բան պետք է n անգամ անել, չէ՞։ Ոնց արդեն սովորեցինք, եթե ուզում ենք մի բան n անգամ անենք, գրում ենք for in range n, չէ՞։ Եկեք հələ i գրենք, եթե պարզվի այս in պետք չի ոչ միտեղ, կդարձնենք տակի գծիկ իրեն։ Հիմա մեզ ինչ է պետք անել մեզ։ Մեզ պետք է սկզբում տպել մի հատ աստանիշ, չէ՞։ Այդ ոնց կարանք անենք։ Print աստղանիշ։ Հա, ուղղակի print աստղանիշ։ Հետո բայց հաջորդ իտերացիա ժամանակ պետք է լինելու 2 հատ աստղանիշ, հետո 3 հատ, հետո 4 հատ։ Լավ կլինի, որ հենց կարողանանք պատտվենք այդ 1, 2, 3, 4, 5, 6, 7 թվերի վրայով ու աստղանիշ անգամ դա տպենք, չէ՞։ Այսինքն այստեղ պետք է գրեմ աստղանիշ անգամ i, չէ՞, այդ in որ պատտվում ենք։ Ճիշտ է ժողովուրդ։ Այո։ Դե եթե համաձայն եք, փորձենք։ Ես համաձայն չեմ։ Այո։ Դեռ սկզբում հերս է եկել ու ոչ մի բան չի տպել ընդհանրապես։ Ինչի՞ց կլինի, ինչ կարծիքներ ունեք։ Հիմա ստեղ գրենք range Պետք է սկսենք։ կարող է ինչ։ Էլի մեկից պետք է սկսենք, ոչ թե ուղղակի են։ Այո, էլի մեկից պետք է սկսենք։ Ու պետք է մեկից սկսենք գնանք մինչև ուր։ Ոնց էր բաժանների ժամանակ, որ 1-ից 7 ստանալու համար։ Մինչև n+1։ Ահա։ Ստեղ էլ մինչև n գումարած 1։ Այս պարզ էր։ Այո, ամբողջովին։ Ընտիր։ Ընկեր Հայկ, մեր in որն էր, ստե։ Այդտեղ in ինքը փոփոխական է, որը որ հերթով մի հատ 1 արժեքն է ընդունում, մի հատ 2, մի հատ 3 եւ այլն եւ այլն։ Այստեղ եթե տպենք in Ինչ է լինում։ Ահա, սկզբում տպեց 1, հետո մի հատ աստղանիշ։ Այստեղ տպում է 1, հետո մի հատ աստղանիշ, 2, 2 աստղանիշ, 3, 3 աստղանիշ, ու տենց հերթով փոփոխվելով գնում է այդ in, էլի։ Պատկերացրեցի՞ր։ Հա, հասկացա։ Այս խնդրից այդ ինչ որ հարցեր կան։ Okay, դե գնանք հաջորդ խնդիրը այդ դեպքում։ Հաջորդ խնդիրը մեր մոտ 9-ի 9-ն է։ Խնդիրը հետևյալն է, մեզ տված է մի հատ ինչ-որ թիվ, ու ասում է բացատով առանց բաժանված իր հերթով թվանշանները տպենք։ 123 հատ տված, գրենք 1 պրաբել 2 պրաբել 3, 36 գրենք 3 6 ու տենց։
Ուստեղ վերևում է գրածավը, տարպես ոնց է կարելի անել, այս հետո կարող կարաշրջանքի մեջ կարդակ, բայց մենք միանգամից լուծենք, դե նախ n-ը հավասար է int input, դա իմիջիայլոց while-երի բաժնից է այսպես։ Նախ պահանջը պարզ էր։ Հա, բայց կարա մի բան ասեմ, որովհետև ես էի էլի գրել։ Այստեղ ես կուզեի, որ իմ գրածներ մի հատ նայեք, տենանք խիչի աշխատել։ Okay, գնանք։ Միած սկզբում բայց երևի լուծենք, որ միանգամից լուծումը չիմանանք։ Այս կակրոզ լավ խնդիր է, էլի։ Հետո քո կոդը նայենք։ Ես ընդհանուր լուծել եմ հետո այլ տարբերակով, բայց այս տարբերակը չգիտեմ խիչի աշխատել։ Հա, գնանք։ Պետք է while-ով cycle frank ու քանի որ մեր պայմանը այն է, որ շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ 0 չի եղել, հա, ճիշտ եմ հիշում։ Չէ, այստեղ ուղղակի թիվ է տված, ու այդ թվի թվանշանները ենք պետք։ Հա, մենք պետք է այնքան frank այդ թվի վրայով, միջև որ այդ թիվը ասած 0-ի հավասարվի, Հա, հետևաբար կարող ենք այն հավասար չի 0։ Ահա, ճիշտ է, այս հեսա մի քիչ հետո կմանրամասնենք, բայց հա, հələ ճիշտ է։ Ու ինչ ենք տպում։ Ու ինչ ենք անում, ավելի ճիշտ պարտադիր չի տպում։ N-ը տոկոս 10-ի պիտի գրենք։ Ահա, սա մեզ տալու է այդ թվի վերջի թվանշանը, չէ՞։ Իսկ ինչ ենք անում այդ n%10-ի հետ։ Օրինակ ես մի հատ լիստ էի սարքել, իրանց հավաքում էի լիստի մեջ։ Ահա, իրականում ստեղ որ ինքը վերջինից առաջինն է գնում, այսինքն սկզբում 3-ն ենք ստանում, հետո 2-ը, հետո 1-ը։ Այդ ճիշտ տենց ենք կոդը գրելու, էլի։ Իրան միանգամից չենք կարող տպենք, էլի, որովհետև n-ի պոչից ենք գալիս։ Բայց փոխարենը կարող ենք այդ սա հավաքենք միտեղ, հետո արդեն ճիշտ ձևով կոդը 10 տպենք, չէ՞։ Սա պարզ է, ժողովուրդ։ Okay, մեզ այսքան պետք է մի հատ փոփոխական մի հատ ցուցակ պահել, որտեղ որ կհավաքենք այդ սա։ Ասենք digits-ը, այդ մեր թվանշանները, դատակ ցուցակ։ Ու սա հիմա պետք է ավելացնենք digits-ին, չէ՞։ Այսքան digits get append, ու այսա։ Սա պարզ է, ժողովուրդ։ Այո։ Իսկ հետո ինչ պետք է անենք այս մեր ցիկլի մեջ։ Վերջի թվանշանը ստացանք, նախավերջինը ոնց ենք ստանում։ Նախավերջինը ստանալու համար չպետք է այդ վերջինը ինքը առանձնացնի ու հետո այն ստացած մնացած հատվածը նորից բաժանենք 10-ի։ Կամ էլ ամբողջովին, եթե բաժանենք 100-ի չի ստացվի։ Չէ, երևի բաժանելով 100-ի չի ստացվի։ Առանձնացնենք նորից բաժանենք 10-ի։ Որ 100-ի բաժանենք ինքը այդ երկու թիվը կտա, 23 կտա։ Հա։ Ճիշտ է, մենք հիմա պետք է այս 3-ը դեն նետենք, մեզ մնա մենակ 12-ը, չէ՞։ Այսինքն 12 տասնյակ է մնում, էլի։ Ոնց անենք դա։ Թիվը կբաժանենք 10-ի վրա, բայց մեզ բանով 2 հատ բաժանումով էլի։ Ահա։ Շատ ճիշտ է։ Այնը մնացած թողարկենք 10-ի վրա, կամ ավելի կարճ կարանք այսպես գրենք։ Այստեղ եթե ընթացիկ տպենք, մեր digits-ը ու n-ը ինչ է լինում։ Ուզում եմ մի քիչ ավելի լավ պատկերացնենք։ Սկզբում 3-ն ենք ավելացրել, մեր թիվը դառել է 12, հետո 2-ն ենք ավելացրել, մեր թիվը դառել է 1, հետո այդ 1-ն ենք ավելացրել, տակը մնացել է 0, ու վсё, ու պրծել ենք այդ դրանով։
Հիմա արդյունքում մենք ունենք ցուցակ, որտեղ որ գրված է բանը։ Գրված են այդ թվի թվանշանները հակառակ հերթականության։ Հիմա մեզ պետք է տպել 1 2 3, այս 3 2 1-ը որ ունենք։ Դե ինձ թվում է ես պիտի անենք, որ ինքը հակառակ կարդա։ Հակառակ Հակառակ հերթական կա։ Ահա, իսկ ոնց կարանք այս digits-ը պատտենք։ բանը։ Այն որ Մինուս 1 չենք այդ մինուս իր 1։ ինդեքսների մեջ։ Ահա, մինուս 1 չէ, վերջակետ մինուս 1։ Բայց էլի տարբերակ կա, Գագիկ դու ինչ էիր ասում։ Հենց էդ էի ասում, որ երկու հատ վերջակետ մինուս 1։ Շատ լավ, բայց նաև այս մեր վերջերքս անցած մեթոդներից չեմ ասում տենց գրեք, դա դեռ չենք ասել, բայց կարանք գրենք reverse, ահա։ Այդ աստիճ չէ, ճիշտ ասացի։ Հա, այդ ասացի։ Հիմա այսա ունենք։ Այսա 1 2 3 ունենք, բայց մեզ պետք է Որել այդտեղ։ ահա։ Մենք հիմա պետք է ոչ թե ամբողջ ցուցակը տպենք, այլ հերթով ցիկլ պատտվենք ու այդ ցուցակի էլեմենտները տպենք, չէ՞։ Այսինքն for in was digits վերջակետ մինուս 1-ը։ Ու պետք է տպենք մեր ինչը, հերթով ամեն էլեմենտը տպենք։ Բավականին մոտ ենք արդեն լուծմանը, բայց ինքը իրար տակ է ամեն ինչ տպում։ Մի հատ էլ end ենք ավելացնում։ Ինքը ըստ լռելիային ամեն ինչի վերջից կցագրում է slash-ն, չէ՞, այսինքն իջի ներքևի տող հրամանն է կցագրում։ Հիմա մենք իրան ուզում ասենք ոչ թե գիտես ինչ մի իջի ներքևի տող, այլ ուղղակի մի հատ բացատեղի։ Այս կետրան ժամանակ end-ը հավասար է slash-ն-ի, ինքը դրա հաշվին գնալով ներքև էր իջնում։ Հիմա end-ը պետք է հավասար լինի բացատի։ Սա պարզ էր։ Այո։ Դե, օքեյ։ Մի հատ մի քիչ մտածեք հարց կա թե չէ։ Ես էլ այս այդ տասկում քո կոդը բացեմ, Զոյա։ Զոյան չէր, Շուշանն էր։ Վայ, ներողություն։ Հա։ Ես ձենը նման էր, ես հիշում եմ, որ դուք եք գրել։ Հա, կազմեցի կներեք։ Լեն բանից մինուս 1։ Այս ճիշտն է, այս հեչ։ Մի հատ այս սխալներում բացեք։ Այստեղ այս խիչի աշխատել։ Օ, Եթե չեմ Ես սխալվում, խորովանա։ ինքը ranով ճիշտ էր տալիս, բայց արդեն submit-ով չէ։ սա հասկանանք։ N-ը բաժանած 10-ի L-1 աստիճան, L-ը մեր մոտ այդ բանի երկարությունն է, այսինքն 10-ի խորանարդի ենք բաժանում։ Հա։ Հետարքիր է բավականին։ Դեռս if n-ը հավասար է 0 break-ը ինձ թվում է շատ արժեք չի ստեղծում, որովհետև մեկը while-ը կբռնցներ հենց n-ը հավասար է 0-ի, բայց սակայն չի կարա, չէ՞ դառնա մեկը n-ը։ Կարանք մի սա հանենք, մի քիչ թեթևանա կոդը։ Հա, նույն տեղն է։ Այս պահը պարզ է, չէ՞ թե ոնց անեցին իրեն։ Ճիշտ ասել եք այդ ասիստենտին չդիմենք, դաժե դիմել եմ, էլի չեմ հասկացել ինչն է սխալ։ Այսա նայենք մի քիչ խառնատա։
N-ը մնացորդով բաժանում ենք 10-ի քառակուսու սկզբում, ստանում ենք 1, okay։ Հետո N-ը դարձնում ենք N-ը մնացորդով բաժանած 10-ի L-1, այսինքն 10-ի 2, N-ը, որ 100-ի մնացորդն ենք նայում, ինքը դարավ 23, հա, ու L-ը հետո 1-ով փոքրացրեցինք։ Հա, շատ հետարքիր ձև է, շատ խառը ձև է, բայց հետարքիր ձև է։ Իսկ եթե N-ը օրինակ 0-ով բաներ լինի ուղղակի, 10-ի դեպքում 1-0 կտպի։ Չտպեց։ Այսքան վերջում, որ 0 է լինում, այդ իր համար մի քիչ խնդրահարույց դեպք է։ Կարենք մի հատ տպենք ստպնեմ ուտ։ L-ը Այստեղ հետո տպենք N-ը։ Հասկացա ոնց որ թե։ Եթե օրինակ 10 ենք վերցնում, այս հաջորդ քայլից հետո 1-ը ոնց որ ստացանք, հաջորդ տակը պոչը մնում է 0-ն, չէ։ Ու երբ որ 0-ն է մնում, ասում եմ միական, while N-ը հավասար չի 0, այսինքն N-ը հավասարվեց 0-ի, ուրեմն վերջ։ Օրինակ, եթե թիվը լինի, ասենք 1440, ասենք էլի ինչ-որ թվեր, ենթադրում եմ ինքը այս 3-ից հետո ստոպ է տալու։ Հա, վայ, ես ինչ իա։ Այսենց։ Այս պրինտերը հանեմ մի հատ։ Հա, ստոպ չտվեց։ Իսկ եթե, հա, եթե 0-ով վերջանա, այդ դեպքում չի աշխատի ուրեմն։ 8-ի վրա ստոպ կտա։ Հա, 8-ի վրա ստոպ տվեց։ Լավ, մի քիչ շատ մենախոսեցի, կներեք։ Ինձ թվում է այս խնդրի նրբությունը հետևյալն է, որ ամեն անգամ ձախ պոչից կտրելով ենք գալիս։ Երբ որ գայս ենք հասնում ենք այս վերջին, երբ որ տակը մնում է օրինակ 80, հետո պետք է այդ 8-ը կտրենք, տակը մնաց 0, որ հետո գանք այդ 0-ն տպենք։ Այդ 0-ն չենք հասցնում տպել, որովհետև N-ը արդեն 0-ի հավասարվել է, իսկ ինքը արդեն while-ի մեջ չի մտնում։ Հասկացա արդեն։ Բայց հետարքիր էր, բավականին նուրբ բաներ էլի։ Այս մոտեցումն էլ շատ հետարքիր տենց մաթեմատիկոտ լուծում էր էլի։ Դե ես մաթեմատիկա համար։ Հա, ընտիր ատ է։ Այս հանդեզից։ Ժորդ, այս ոնց էր ես լուծումը, կուզեք մանրամասնեմ։ Հա, էլի ես չեմ հասկանում։ Հա, նայ, ստեղ մենք որ մոտենում ենք ես աչից ձախ գալով, հերթով վերջի թվանշանները ստանալով գնում ենք, չէ։ Այսքան ստանում ենք վերջի թվանշանը, հետո այդ վերջի թվանշանը դեն ենք նետում, գայս ենք այդ մյուս երկուսի մեջ ենք վերջի թվանշանը ստանում դեն նետում ու գնում տենց առաջ, չէ։ Բայց սա հավաքում ենք ցուցակի մեջ, հետո ցուցակը պտտում ենք ու էլի առաջ ենք գնում։ Հիմա ստեղ մոտենում ենք սենց 1 2 3, հա, ոչ թե սկզբում ստանանք 3-ը, հետո պտտենք իրան վերջից տպենք, այլ սկզբում ուղղակի հենց ստանանք 1-ը, հետո գրայից հետո հենց ստանանք 2-ը, հենց ստանանք 3-ը։ Այսինքն հենց ձախից աջ գնանք։ Այդ դրա համար ես 1-ը ստանալու համար ոնց որ 1 100 2 10 3 միավոր, չէ։ 1-ը այդ 100-ավորների քանակն է, իսկ եթե ամբողջով բաժանենք 100-ի, կստանանք 1, չէ, 123-ը բաժանած 100-ի ամբողջատիվ տալու է 1 մեզ, չէ։ Կարաս արմությունս ընթացքում ասես հա կամ չէ, որ հասկանամ տենց սաունդում էլի հանկարծ շատ չխոսամ մեկ էլ հարց լինի։ Իսկ ըստեղ ոնց ենք հասկանում, որ 100-ի պետք է բաժանել, նայում ենք, թե քանի նիշ կա այս թիմի մեջ, եռանիշ է, չէ։
Այսինքն երանիշ թիվը տենց հարյակներ ունի, հարյակ այսինքն 3 մինուս 1 այդքան հատ 0 ունեցող կարգ ունի, եթե ճիշտ եմ հիշում բառը։ Այսինքն պետք է բաժանենք 10-ի քառակուսու, չէ՞, այսինքն 10-ի 3 մինուս 1-ի։ Այդ օքեյ է։ Да. Ահա։ Ոստեղ ասում ենք n-ը մնացորդով բաժանի 10-ի l մինուս 1-ի, որտեղ l-ը ուղղակի այս թվի երկարությունն է, էլի։ Այսինքն 3 մինուս 1-ն է, երկուսն է։ Այո, Այս օքեյ է։ հասկացա։ Այո։ Դրանով 1-ը ստացանք։ Հաջորդ քայլով ուզում ենք այս 1-ը d-ն նետենք ու գանք 23-ին հասնենք։ Հիմա 23-ն էլ այդ 123-ը մնացորդով բաժանած 100-ին է, չէ՞։ Եթե 1-ը ամբողջաթիվ բաժանումներ, 23-ն է մնացորդով բաժանումն է, չէ՞։ Դե այստեղ գրել ենք n-ը մնացորդով բաժանած 10-ի l մինուս 1, այսինքն 10-ի քառակուսի։ Հասկացա, լավ։ Ու հետո որ արդեն գանք երկնիշի համար տենց 10-ի 1 աստիճանի գանք, l-ը պրոստը 1-ով փոքրացնում ենք։ Ու նորից աշխատելով գալիս։ Okay. Մերսի։ Էլի հարցեր ասացիք ժողովուրդ։ Ժողովուրդ իսկ ընդհանուր հարցեր։ Ընկեր Հայկ, այդ ամբողջաթիվ 1% բաժանել է մի հատ այդ կբացատրեք։ Այս 123-ն ունենք։ Ուզում ենք ստանանք իրանից այս առաջի թվանշանը։ Ինչ կարանք անենք։ 123, այսինքն 1 հատ 100 ու ինչ որ պոչ, չէ՞։ Հիմա որ ստանանք թե քանի հատ 100 կա, կարանք բաժանենք 100-ի ու վերցնենք իր ամբողջ մասը, չէ՞։ Այդ պահոք է։ Այո։ Դա ստեղ ըստեղության այդ արած ու մնացորդը ստանալու համար էլ պետքա 100-ը ոնց որ մնացորդով 123-ը մնացորդով բաժանենք 23-ը, որ ստանանք 1 անգամ 100 գումարած 23 ու այդ 23-ը վերցնենք։ Okay։ Հա։ Եթե մնացորդով այսինքն բաժանում ենք 100-ի 23 ենք ստանում։ Դե 1 անգամ 100 գումարած 23 էլի։ Հա, հասկացա։ Շատ բարի։ Ժորդ մտածեք ինչ հարց կա, ես սա մի րոպեից արագ եկա։ Հետո կա։ Էլի հարցեր ժողովուրդ։ Մասիսս հաստատ բարձր, չէ՞։ Հա։ Ընկեր Հայկ, մեկ էլ որ Ճանաչորակ ասացի։ բաժանենք 10-ի ստանալ ենք վերջի այդ միանիշ թիվը։ Հա, լավ, հասկացա։ Շատ լավ։ Ընկեր Հայկ, մի հատ այն նախկին կոդը կգցեք, տենամ ինչ կա չկա։ Այսա։
Եթե հարց կա, միանգամից ասա, միասին մտածում։ Որտեղ ելենք digits append n բաժանած 10, այսինքն մենք ցուցակին սկզբից ավելացնում ենք միանիշ թիվը, այսինքն 3, հա։ Միանիշ ասել ես, ոնց որ միավորների կարգում եղած թիվը, էլի, այսինքն վերջի ծերի թիվը 3-ը։ Հա։ Ստեղ որ գելենք n բաժանած հավասար է 10, այդ պահը։ Հա։ Մենք ծրագիր ենք գրել, որ տալիս է թվի վերջի թվանշանը, չէ՞։ Այս 123-ից ինքը այս 3-ը հաջող տվեց մեզ։ Հիմա պետք է գանք հաջորդի 2-ը, չէ՞, ստանանք։ Հիմա այս 2-ը ոչ թե 123-ի վերջի թվանշանն է, այլ 12-ի վերջի թվանշանն է, չէ՞։ Ու մենք որ աշխատացնենք այդ մեր վերջի թվանշան գրող գտնող ծրագիրը, պետք է այս 3-ից ազատվենք, ասենց ասած։ Այս 3-ը մի ձև կորցնենք։ Իսկ 3-ը ոնց կարանք կորցնենք, 123-ը դա 12 անգամ 10։ Ասա։ Ամբողջ մասով բաժանել ենք 10-ը, այդ 3-ը արդեն անտեսենք։ Ապրես, շատ ճիշտ է։ Բայց ես մի բան չհասկացա, թե ենք մենք շրջած թիվը գրում 123-ը 321։ Հա, մերսի։ 123-ի դեպքում մենք ստանում ենք 3-2-1, չէ՞, որտեղ վերջից են գալիս, վերջի թվանշաններով։ Հետո պետք է իրեն պտտենք, որ արդեն տեղը գնի, էլի, որ դդվի, դառնա 1-2-3։ Այսինքն ոչ թե 123-ն ենք պտտում դարձնում 321, այլ ուղղակի մեզ գալիս է 321, ով որ իրան ուղենք, իրան պտտում ենք։ Այսինքն ինքը հենց սկզբից շրջված գալիս է, պետք է պտտենք։ Հա։ Որտեղ վերջից ենք էլի գնում։ Հա։ Էլի ինչ որ հարցեր ժողովուրդ։ Խնդիրները բրծավ էլի ուղղակի արդեն։ Այս խնդիրը մենք ոնց որ բանով է կարանք շել ուզենք, պրոստը թիվը փոխենք տեքստի, տեքստն էլ լիստի, ու լիստի վրա ֆրանկ առաջինից մինչև վերջ տպենք։ Հա։ Իրականում դե հա, ոնց որ այդ լուծումը անգամներով ավելի հեշտ կլինի։ Ուղղակի այդքան չենք սովորի այդ լուծումից էլի։ Ապագայում հաստատ տենց է գրելու էլի ծրագիր։ Ես ոնց որ ես էլ լուծելու սկզբից մտածում էի սկզբից վերցնեմ, հետո հասկացա, որ մի քիչ խառն է լինելու, վերջից սկսեցի վերցնել։ Հիմա էլ որ նայեցի, նոր հասկացա, որ այդ տարբերակն էլ տենց հեշտ կար։ Հա, ժողովուրդ, ես անկեղծ ասած, այտենց թվից վերջի թվանշան վերցնել, այտենց ամբողջաթիվ բաժանում անել կամ տոկոսով բանել, ոնց որ մի հատ տարիներ առաջ եմ արել, հետո նորից սկսել եմ, մենակ այն ժամանակ երբ սկսել եմ դաս տալ, էլի, որտեղ գործի մեջ երբեք չես դնի sense տանջվես, էլի, մնացորդների ամբողջաթիվ բաժանումների բանի հետ կապված։ Դրինքով առաջ կգնաս ու վсё։ Բայց ոնց որ ես այն շրջանն է, որ պետքա մի հատ անել, ուժեղանալ, տենց մտնի մեջը, արդեն ուժեղացած գնալ ավելի հեշտ բաների վրա, ավելի հեշտ մեթոդների դիմել, էլի։ Դե չէ հակառակը եթե անենք շատ վատ կլինի։ Այն Facebook-ի post-ը, որ ուղարկել էի, դրա մեջ ահավոր լավ համատություններ արած որ չգիտեմ կարդացել եք թե չէ, Գոր Վարդանյանի բան գրառումն է, այն բան դերասան Գոր Վարդանյանի չէ, էլի։ Որ ասում էր բան ոնց էր, չաղավաղեմ հանկարծ ասածը։ Իա տղու հետ խոսում էին, որ
ծրագրավորումը քան լեզուն կարաս արագ սովորես, ասում հա, կարաս շատ արագ էլ սովորես լիքը լեզուներ, բայց այդ չի իմաստը, ասենք մաթեմ չես սովորում, որ ուղղակի բան, մաթեմի բաներ իմանաս, այլ որ ուժեղ լինես ու մի հատ լավ համատություններ բերում, ասում որ բան, ըմշամարտիկը կամ բոքսերը, որ վազում են կամ ժիմ են անում, այդ նրա համար չի, չէ, որ հելնեն ռինգի վրա սկսեն վազել, փախնեն բանից կամ ժիմ անեն, նրա համար որ պատրաստ լինեն, կարողանան նորմալ կռվել։ Մաստեր մերն է էլի, մենք ինչ-որ ֆունդամենտում ենք, ինչ-որ խառնոտ բաներ գուցե անենք, մի քիչ դժվար ճանապարհով գնանք, բան, այդ նրա համար չի, որ նույնս խնդիրները լուծենք։ Profound տիպի խնդիրներ գործտեղը չի հանդիպել, բայց նրա համար է, որ գործտեղի ինչ խնդիրներ հանդիպի, մենք իրենց պատրաստ լինենք, էլի։ Դրա համար մի քիչ համբերությամբ պետք է զինվենք ու մի քիչ ավելի երկար ու ավելի խառը ճանապարհով գնանք, այն հույսով, որ կհասնենք ավելի հեռու տեղեր, էլի։ Այս մի քիչ ռոմանտիկ լիրիկական դաթար որպես էլ ինչ որ հարցեր կան։ Ընկեր Հայկ, ես այն բաժանած հավասարը 10-ի պրոցեսը մի հատ կբացատրեք, օրինակ որ ստուգումը 123-ի 2-ը, հետո ոնց է հետ առնում են 1-ը ստուգում։ Ընկեր Հայկ, ձեր միկրոֆոնը անջատած է։ Ահա, կներեք ժողովուրդ։ Print անենք նախնական ու տպենք բան։ Բաժանելուց հետո տարածքներով է, բայց իմաստը հասկացվում է, մի հատ էսենց print գրենք, որ զուտ վիզուալ բաժանի։ Նա ինչ է լինում։ Давай։ Հա, վայ, ու այնը մոռացա տպեմ։ Այս կնյաց տեղ ենք այնը տպում, մի հատ բանից հետո ենք տպում։ Նախնական 123-ը, հետո դառավ 12։ Հիմա արդեն n-ը հավասարը 12-ով ենք մտնում ցիկլի մեջ։ Նախնական 12-ը, հետո դառավ 1։ Հետո նախնական 1-ը դառավ 0 ու 0-ը պրծա։ Պատկերացեցի՞ր։ Այո։ Ընտիր։ Դա ես սպասում եմ էլի հարցերի ժողովուրդ։ Ընկեր Հայկ, 6-ի 9-րդ արել ենք։ 6-ի 9։ Հա, այսպես ծանոթ է թվում։ Հա, ինձ թվում է սա արել ենք։ Այսօր չէ, բայց ընդհանուր ոնց որ արել ենք։ Դրանից էլ չեմ հասկացել, չի։ Ահա չեմ կարել իրականում, ահա խառնում եմ։ Կարամ կոդը նայեմ, ուշում տամ եթե կուզես։ Կարող է գրած ջնջած լինեմ, սխալ կոդը մնացած լինի։ Հա, submit-ը չես տվել։ Բայց նայ, կուզես լրիվ գրենք, թե կուզես ուշում տամ։ Ասա ոնց կուզես։ Ուշում տա կգրեմ։ Okay։ Նախ մի հատ խնդիրը բացատրեմ, հասկանանք, որ նույն էջի վրա ենք։ Մեզ տված է ինչ-որ 4 հատ տող, հստակ հենց 4 հատ տված է։ Ուզում ենք հասկանանք ամեն մի տողը ինքը յուրօրինակ տող է, թե արդեն հանդիպած տող է։ Ինչ իմաստով հանդիպած, որ նախկինում եղած տեքստերի մեջ որոշ չափով եղել է։ Այսինքն, սկզբում եկել է օրինակ Hi, I would like to invite you to a conference։ Առաջի տեքստն է սա, ինքը ակնհայտ պետք է, այ ճիշտ ակնհայտ չէ, անպայման պետք է լինի unique, յուրօրինակ։ Հետո գայս է my name is Bob։ My name is Bob-ը վերևում երբեք չի եղել, չէ։ Դրա համար ինքն էլ է յուրօրինակ։ Հետո գայս է a conference։ A conference-ը առաջինի մեջ եղել է, այս
առաջի տեքստի վերջում գրած է a conference, այսինքն ինքը արդեն կրկնապատիկ է, կրկնօրինակ է։ Դրա մեջ ասում ենք duplicate։ Հետո գայս է Bob is super smart։ Հենց այդ Bob is super smart այտացությունը ոչ միտեղ մեզ չի հանդիպել նախկինում, դրա համար ինքը նույնպես իրօրինակ է։ Խնդիրը օքեյ է, չէ՞։ Պահանջը։ Այո։ Կոդինը պետք է sense մոտենանք։ Նախ ստացանք առաջին input-ը, դե ինքը առաջինն է, ինքը յուրօրինակ է, տպում ենք, որ յուրօրինակ է։ Հետո երբ որ երկրորդը ստացանք, պետք է նայենք ինքը առաջինի մեջ հանդիպելա թե չէ, չէ՞։ Ոնց ենք ստուգում, որ ինչ-որ մի բան մյուսի մասը թե չէ։ Ինչ։ Կոդը չի երևում, եթե գրում եք։ Հա, չէ, դիտման բա, որ կոդը դուք գրեք։ Բայց ապրես որ ասցիր։ Հա։ Կարիք կա գրենք, կարող գրենք եթե կուզեք։ Ինձ թվում է դեռ չէ, եթե ինչ որտեղ կաղենք այդ դեպքում։ Okay։ Հիմա երկրորդ որ ուզենանք ստուգենք այս տեքստի մեջ կա թե չէ, ոնց կարող ենք գրենք։ Գրում ենք այդ տեքստը in այդ տեքստի մեջ։ Ընտիր։ Եթե տեքստի մեջ է, ուրեմն դուպլիկատ է, եթե տեքստի մեջ չի, ուրեմն յուրօրինակ է, չէ՞։ Հա, ես այդ խնդրում գրել էի ինչ որ տեքստը հավասար է ինչ տեքստին, դրա համար տենց սխալ էր ստացվել, էլի։ Հա, չէ, ուղղակի մեջը լինի։ Հա։ Ոնց որ հաջորդի համար է պետք է նայենք ինքը առաջինի մեջ կա կամ երկրորդի մեջ կա թե չէ, չորրորդը նայենք այդ մյուս 3-ի մեջ կա թե չէ։ Այդ մեկը արդեն կանով ենք, չէ՞ գրում։ Դե ոչ ասեմ։ Դե հա, ոնց որ եթե որպեսզի ասենք, որ ինք չսացի։ Հասկանալ է դե որ որովհետեւ լուծենք։ Դե հա, պետք է նավշիկի բացատրեմ։ Եթե պետք է դուպլիկատ է, եթե ինքը ինչ-որ մեկի մեջ հանդիպել է, այսինքն կամ առաջինի մեջ, կամ երկրորդի, կամ երրորդի, էլի։ Դա ժողովուրդ լսում եմ, էլի ինչ հարցեր կան։ 6-ի 12-ը։ Հա, այս մեկը հուշում թե լուծում։ Դեռ իմ կոդը տեսեք, եթե գրած լինի, իմ կոդի մեջ նայենք էլի։ Ինչ որ մի հատ տենց խնդիր կար, պրիմիտիվ էր, տենց կոդը գրեցի, բայց սխալ է ցույց տալիս։ Ժողովուրդ ընդհանուր միշտ բան արեք, էլի, եթե ուզում եք բան, եթե ինչ-որ բայդ ուզում եք հարցը բան անեք, ինչ-որ խնդիր հարցնեք, իրան բան արեք, էլի, մի հատ submit տվեք, որ հետո հեշտ ստացվի գտնել իրան, էլի։ Հա, դե խնդիրը հետևյալն է, ունենք այս տեքստը, in 2017 եւ այլն, ու մեզ տրված է մի հատ ինչ-որ ինդեքս, պետք է այդ ինդեքսում գրված տառը տպենք։ Ու ոնց որ ինդեքսը ինքը մեզ տալիս է մարդկային հաշվարկով, էլի, այսինքն 1-ից սկսած։ Առաջինը օրինակ i տառն է ու տենց։ Ու եթե ինքը վատ մուտք է տալիս, այսինքն տալիս է 1500, ասենք որ վատ մուտք է դա։ Հիմա ստեղ եթե նայենք բանը, եթե հարց կար, ասեք իմիջիալից։ Եթե նայենք error-ի նամակը, ասում է name error, name test is not defined, did you mean text։ Ու ցույց է տալիս if len test-ը մեծային մեծավասարը 0, որ հրաշք error-ի նամակ է տալիս, էլի Python-ի ամենահրաշք բաներից է, էլի թե ինքը ոնց է ասում, թե ինչ ենք սխալվել։ Ասում է անոնի սխալ, test անոնը ինձ ծանոթ չի, սահմանված չի թե ինչա test-ը, կարող է նկատի ուներ text։ Ու էսա ցույց է տալիս երրորդ տող։ Գալիս նայում ենք, ստե գրած է text-ը հավասար է տտտտտ, հետո գրած է in len test, հոպ թեստը ինչա, թեստ չկա, տառը սխալ ենք արել ուղղակի։ Պարզ էր։ Հա, հասկացա։ Այդ error-ի նամակներին միշտ տենց լավ ուշադիր է պետք լինել, էլի։
Ես այդ Ա, կոդը ջնջում հետո չգիտեմ ինչեր եմ գրել դրա համար։ Հա, բայց պրոբլեմ կա էլի հլը դեռ հետը։ Հա, Ես հլը չասեմ, մի քիչ բզբզա,